Հեղինակային պատկերազարդումներով այս նոթատետրերը, բացիկներն ու հուշանվերները գրաֆիկ դիզայներ եւ նկարչուհի Արփինե Բարոյանի գործերն են։ Դրանք ծնվել են Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ այցելության ընթացքում ստացած տպավորություններից, որոնք հետո իրենց ուրույն տեղն են գտել տարբեր կիրառական իրերի վրա։ Ես շատ եմ սիրում Հայաստանը ու շատ եմ ճամփորդում Հայաստանի ներսում եւ բարձր լեռների մեծ մասը բարձրացել եմ, ես շատ եմ սիրում արշավել, քայլել ու ոնց որ բիզնեսը սկսել է ինքը շատ հետը շատ կամաց է ստացվել։ Ես սկսել եմ գնալ տարբեր տեղեր, տեսնել այդ բնությունը, գեղեցիկ շինությունները ու այդ ամեն ինչը արդեն վերածել իլյուստրացիաների այն տեսակի, որի պահանջը այսօր շուկայում կա։ Մի քանի տարի տարբեր գրասենյակներում որպես գրաֆիկ դիզայներ աշխատելուց հետո Արփինեն 2 տարի առաջ որոշեց իր համակարգչային հմտություններով փոքրիկ բիզնես հիմնել, ստեղծել հեղինակային աշխատանքներ, որոնք մեր երկրի մշակութային ժառանգությունը կներկայացնեն ժամանակակից ու կիրառական ձևաչափով։ Միտք առաջացավ, իսկ ինչի այդ նույն ուժը չներդնել իմ վրա, իմ բիզնեսի վրա, ապագա բիզնեսի վրա ու այդ ամբողջը օգտագործել իօգուտ ինձ։ Բնականաբար սկզբում շատ ռիսկային էր, որովհետև օֆիսային աշխատանքը ստաբիլ էր, եկամուտը բարձր էր ու ոնց որ միանգամից դուրս գալ նշանակում է կոնկրետ ֆինանսական պահով միանգամից զրկվել ու մտնել լրիվ նոր դաշտ, բայց քանի որ ցանկությունը շատ մեծ էր ու կար շատ մեծ սեր, դրա համար այդ ռիսկին ես գնացի։ Ամեն ինչ սկսվել էր օպերայի շենքը գրկած այս աղջկա պատկերով բացիկից։ Սկզբում Արփինեն այն տպագրում էր տանը փոքրաքանակ օրինակներով եւ վաճառում սոցիալական հարթակներում, սակայն երբ երևանյան խանութներից մեկից ստացավ առաջին խոշոր պատվերը, սկսեց ընդլայնել տեսականին, պատրաստել անիմացիոն ռիլեր, որոնք ճանաչելի դարձրեցին բիզնեսը ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս։ Պատրաստում եմ փոքր չափսի շարֆեր, որոնց միջոցով պատմությունները փոխանցում ենք մարդկանց, որպեսզի իրենք կարողանան ամեն օր արդեն իրենց հետ կրել եւ կարծես տուրիստների համար հատկապես ոնց որ մի փոքրիկ Հայաստան են իրենց հետ տանում եւ կարող են ամեն օր տեսնել, մի փոքր չափով իրենց կարոտ առնել։ Այդպես էս պայուսակներն էլ էստեղ ենք հիմա կարում, ուրիշ արտադրողների կողմից, էլի հայկական ու տպագրությունն ամբողջը էստեղ է տեղի ունենում։ Ունենք նաեւ տարբեր տեսակի ստիկերների հավաքածուներ, որոնք կարող են փակցնել արդեն ինչի վրա որ կցանկանան, հեռախոսների, տետրերի, ունենք էջանշաններ, տարբեր նկարներով գրքասերների համար։ Բիզնես գաղափարը զարգացնելու, ինչպես նաև բիզնեսի գրանցումից ու ինքնարժեքի հաշվարկից մինչև ապրանքի ներկայացումն ու հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցությանը տիրապետելու նպատակով Արփինեն մասնակցեց Հայկական բարեգործական ընդհանուր միության կին ձեռներեցներ ծրագրի դասընթացին։ Դասընթացի ավարտին նաև հաջողվեց HBU-ի կողմից ստանալ դրամաշնորհ, որը պատրաստվում եմ օգտագործել նոր տեխնիկա գնելու համար։ Նոր տեխնիկան կօգնի ավելի անկախ լինել տպարաններից եւ արտադրության մեծ մասը տեղափոխել տուն ու այդ միջոցով ապրանքների ինքնարժեքները ավելի կցածրանան։ Այժմ նրա մեծ նպատակը Հայաստանի բոլոր մարզերին եւ գեղատեսիլ քաղաքների նվիրված հեղինակային շարք ստեղծելն է։ Այս ամիս եմ սկսել լինելու է Տավուշի մարզը, սկսել ենք Դիլիջան քաղաքից, հետո արդեն կտեղափոխվենք Լոռի, Սյունիք ու մնացածը արդեն ընթացքում կհասկանանք, թե որ ուղղություններով։ Թե որն է փոքրիկ բիզնեսում հաջողելու գրավականը, Արփինեն վստահ ասում է աշխատասիրությունը։ Իր օրինակով է համոզվել, որ միայն այդ դեպքում է հնարավոր հաջողել եւ արագ զարգացնել բիզնեսը։ Այն կետը, որ հիմնականում պակասում է Հայաստանի Հանրապետությունում ապրող կանանց եւ աղջիկներին, այդ ուղղակի վերցնել այն, ինչ իրենք սիրում են ու սկսել դրանով զբաղվել։ Այն ինչը որ սիրում է ուզում անել, դրա համար ժամանակ գտնելու է ու այդ անելու է։ Ծաղկանուշ Միրզոյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։